վերջին Պաշտպանական Պարոն Սիմոնյան, հայտնի դարձավ պաշտպանական բյուջեն է կրճատվելու 15%-ով ընդդիմությունից այսօր արդեն գնահատականներ հնչեցին, որ սա նշանակում է, որ իշխանությունը շարժվում է Ադրբեջանի պահանջով, ապա ռազմականացում եւ առհասարակ զինվելու այդ կարողությունները ավելացնելու գործելակերպից հետքայլ։ Սրան ինչպես կարձագանք եք եւ Սրան արձագանքի մեջ հաջորդը իսկ ընդդիմությունը, որ իր բյուջեն իր օլիգարխներով մեծացնում է, կարում է աղքատ ԿՊ-ից իշխանություն վերցնի։ Կարծես թե ոչ, որովհետև դրանով չի որոշվում եւ օպտիմալացումը եւ ինչ որ չափ բանկ տեղափոխելը որևիցե նշանակություն չունի։ Իրանք շատ բան են ասում։ Այսինքն ինչ իրանք ենթադրում են, որ մենք պետք է մեր բյուջեն այնքան մեծացնենք, որ Ադրբեջանի նավթ ունեցող եւ գազ ունեցող Ադրբեջանի կամ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակ Թուրքիայի հետ, այդ ինչքան պետք է ասենց ասեմ, ամբողջ բյուջեն է դրա մասին չի, դա բանա, դա կներեք ներողություն եմ խնդրում, թող ոչ մեկ չնեղանա, անկեղծ չեմ ուզում որևիցե մեկին վիրավորեմ, բայց դա համ դեմագոգիա, համ մանկամտություն է, ով ավելի շատ փող ունի, նայա ճիշտ տրամաբանությունը, կներեք, բայց այդ պարագայում չի գործում։ Հետո երկրորդը Պարտադիր չի դու շատ ծախսես, պարտադիր դու արդյունավետ ծախսես։ Մի բանը արդյունավետ ծախսես, մի բանը շատ ծախսես, ու չգողանաս կարևորը։ Իսկ ընդդիմադիրները այդ գողանալու մասով թող մեկնաբանություն։ Խաղաղության հաստատումը, որի մասին հայտարարվում է, կապ ունի այս որոշման հետ, պարոն Սիմոնյան։ Բոլոր որոշումները կապ ունեն ու կապ են ունենալու մեր երկրի շահերի հետ։ Այսինքն մենք նայելու ենք մեզ ինչն է ձեռնտու։ Մենք ինչ որ պահից սկսած, կարող է այն ամենասկզբում ինչ որ սխալներ նմանատիպ եղել են, որ մենք ընկել ենք ինչ որ կարծատիպերի, ինչ որ տրամաբանությունների մեջ, հա, բայց բոլոր այս վերջի ժամանակահատվածների դեպքում մենք նայել ենք թե մեր երկրին որն է ձեռ տալիս սահմանադրությունը մենք 2020 թվականին կորոնավիրուսից առաջ համաճարակից առաջ արդեն սկսել ենք այդ փոփոխությունը հա բայց նոր իրողություն եկավ եւ մենք պետքա մի հատ փակեք էլի այդ դուրը կամ ձենը ցածացներ Պարոն Սիմոնյան, նկատի ունեմ նախաստորագրված պայմանագիրը ազդեց, որ պետական ծախսերը բնայի մասով պակասեն։ Կրկնում եմ, որևիցե մեկի կողմից պահանջ չի եղել նման բան, որը որ մենք հաշվի ենք առել եւ դրանից ելնելով նման որոշում է կայացվել։ Երկրորդը բոլոր որոշումները, բոլոր ռեֆորմները պայմանավորված են մեր երկրի շահից։ Մենք նույնիսկ չգիտեմ, համազգեստն ենք փոխելու։ Հիմա կգանք ասեն հետա հայկանա։ Չէ, դա ինչ-որ տրամաբանություն չկա, նույնիսկ գույնը բան գիտեմ, շատ հետաքրքիր, հա, շատ սիրուն բան ասա։ Հա, ոչինչ, հիմա process է, ինչ ես ուզում։ Ասենք այսօրվա օրակարգին իմպիչմենտի, դա ինչքան է ռեալ համարում եք եւ երկրորդ արտահերթ ընտրություններ հնարավոր են, որովհետև եթե նայենք մի քիչ դրա իրական ռեալ կողմին, դա ձեզ է ձեռնտու արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որովհետև դուք եք պատրաստ հիմա այս ընտրություններին։ Մենք որևիցե ինչ ասեմ, քննարկում նույնիսկ չենք ունենում այս լսումների հետ կապված լսումներ անեն, ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը, որը որ փողոցում է կրկնել վերջի 4-5 տարվա ընթացքում, թող մի հատ էլ ստեղ կրկնի։ Երկրորդը ընտրությունները արտահերթ դրա կարիքը չենք տեսնում, այո, այսօր առաջին անգամ եմ ես այսօր իդեպ լսել բանախոսներից մեկից, որ իրենք առաջարկում են ընտրություն։ Պատկերացնում եք 4.5 տարի է անցել, ընտրությունների մնացել է մոտավորապես 8 ամիս, Աբրահամյանը մոտապես 8 ամիս է մնացել, 4.5 տարի առաջին անգամ մենք լսում ենք, որ ընդդիմությունը ասում է արտահերթ ընտրություններ։ Դուք հասկանում եք ընդդիմության որտեվ իրանք պատրաստ չեն։ Մի քանի բանի պատճառով պատրաստ չեն։ Առաջին իրանք գիտեն, որ իրանք չեն ընտրվելու։ Այնուամենայնիվ բոլոր ընդդիմադիրները, այսօր մենակ հանրապետականն է հայտարարել, որ արտահերթ ընտրություն, բայց մնացած որ նույնիսկ այսօր հանրապետականը չի ասում, Աբրահամյանը առաջին անգամ տենց լղոզված ինչ-որ բան հնչեցրեց, որովհետև իրանք պատրաստ չեն։ Երկրորդը իրանք գիտեն, որ իրանք պարտվելու են, չէ՞, հիշում են հայտնի արտահայտությունները այն բանի մասին, որ ընտրությունը պետք է իրանք չկազմակերպեն, բայց միևնույն ժամանակ այսօր Իշխան Սաղաթելյանը ասում է, դե հա, ընդունում ենք, որ իշխանությունը այսօր լեգիտիմ է։ Բայց 2021 թվականին, երբ որ կյանքի եւ մահի հարց էր պատերազմից 6 ամիս էր անցել, իշխանությունը ընտրություն կազմակերպեց եւ ընտրությունները ինքը այսօր արդեն նաեւ հրապարակայինորեն ընդունում է, որ
լեգիտիմ է իշխանությունը, իրանք ինչ ընտրություն, իրանք եկել ասել են, եկեք Վազգեն Մանուկյանին տանք, հետո եկեք Կանադայի քաղաքացի Վազգեն Գալստանյանին տանք, հետո կորոշեն, իրանք ընտրությունների պատրաստ չեն։ Մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների, բայց դրա կարիքը աճ կա, երկրորդը մեր ժողովուրդը մեզ 5 տարով պատվիրակել է եւ դա արդար այդ ընտրությունները, տեսեք դուք շատ հետաքրքիր բան եք ասում եք դուք պատրաստ եք, իրանք պատրաստ չեն ձեզ ձեր տալի։ Այդ ընտրությունները պետք է ձեր տալ ժողովրդին։ Այսինքն մենք միշտ անկեղծ ենք եղել եւ չեմ պատրաստվում ժողովրդին խաբեմ, ասեմ, որ ես ինձ հիմա լավ է, դրա համար ես հիմա գնում եմ ընտրություն։ Ինչ եմ դնում անունը, որ ասեմ ես հիմա գնում եմ արտահայտություն, որովհետեւ ես ուզում եմ շուտ վերընտրվեմ, քանի ընդդիմությունը պատրաստ չի։ Չէ, դա ազնիվ չի մեր ժողովրդի նկատմամբ այդ ընտրությունը կլիներ ոչ թե երկրի ոչ թե ժողովրդի մասին, այլ քաղաքացիական պայմանագրի մասին։ Մեր ժողովուրդը այնքան խելացի է, այնքան գտի ծակով է, կոլեկտիվ իմաստությունը մեր ժողովրդի բարձր է, մենք դա ընդհակառակը կարող է շատ վատ տվյալներ գրանցել։ Դուք ասում եք, որ մեղադրանքների մասին ինչ այսօրակարգի, այսօրվա օրակարգի իմաստը ձեր կարծիքով։ Բազմաթիվ մեղադրանքներ։ Գիտեք ինչ, անգործությունը նույնպես ինչ որ գործ է։ Հիմա իրանք զբաղված են ինչով։ Երկու կարմիր գծով թել է անցնում այս խոսակցության մեջ։ Առաջինը իրար մեղադրում են գոյություն չունի, այսինքն ոչ այն մեկի ձենն է հերիքում մեզ impeachment-ը, ոչ այն մեկին, վայ, տեսա ես, նայել եմ, սխալ գիտես, ոչ այն մեկին ձենն է հերիքում, ոչ այն մեկի ձենն է հերիքում, հիմա լավ էլի, խնդրում եմ էլի, լավ էլի։ Պարոն Սիմոնյան, բայց ասում եք, որ 5 տարվա մանդատ է տվել ժողովուրդը, բայց կառավարության ծրագիրը ըստ էության, ինչը որ գրած էր 5 տարի առաջ, չի իրականացել այս կառավարությունը եւ ընդդիմության գլխավոր մեղադրանքը դա է, որ ըստ էության կառավարությունը եթե չի կատարել իր ծրագիրը, պետք է հրաժարական տա։ Այստեղ խնդիրը հենց դրանում է։ Շատ բարի, նախ եւ առաջ աշխարհում գոյություն չունի որևիցե կառավարություն, աշխարհում գոյություն չունի որևիցե կառավարություն, որ 100%-ով մաթեմատիկական ճշմարտությամբ կատարում է բոլոր այն բաները, որոնք որ գրված են կառավարության ծրագրի մեջ, որտեղ իրողությունները փոխփոխական են։ Միայն նախ մի հատ կարծիքի մասին խոսեմ, էլի չեմ խոսում փաստաթղթի մասին, չեմ խոսում սկզբունքների մասին։ Նախ բոլորին եմ ասում, միայն հիմար մարդը իր կարծիքը չի փոխում, երբ որ իրողությունները փոխվում են։ Միայն հիմար մարդը մեր երկրում վերջին 5 տարվա ընթացքում 2021 թվականից հետո տեղի են ունեցել Ղարաբաղյան դեպքերը, հայերի դուրս հանումը Ղարաբաղից 2023, 2022, 2021 թվականի ռազմական այդ իրողությունները Հայաստանի Հանրապետության քաղաքականության եւ բյուջեի կատարողականի վրա ազդեցություն ունենում է թե չի ունենում կամ լավ չենք կատարել, բայց լինում է չէ դեպքեր, երբ որ ասում ես օրինակ պայմանական 7%-ային աճ կունենաս, բայց 8 ես տալիս։ Այդ տրամաբանությամբ պետք է անդիմությունը գա ասի մի տարի եկեք ավելացնենք մեր իշխանության։ Առանցքային հարցերում եք ծախողել բան։ Հասկանալի է, իսկ իրանք առանցքային հարցում ծախողել են թե հաջողել են։ Չէ, իրանք իշխանություն են, այ հենց խնդրեմը է դա, ներողություն, հենց խնդրեմը այն է, որ իրանք մտածում են, որ իրանք իշխանություն չեն, դուք էլ դա կրկնում եք։ Անդիմությունը Չէ, բայց այ շատ շնորհակալ եմ Լուսինե ջան, բայց իրականում ինչ են անում։ Իրանք ունեն փոխնախագահի պաշտոն, որպեսզի իրար ունեն փոխնախագահ, դատարկ է, իրանք ունեն հանձնաժողովների նախագահների պաշտոն, իրանք ունեն պատվիրակություններում մասնակցության տեղ, իրանք ունեն падգամավորական գործունեության իրավունք։ Մենակ չեն օգտվում, պետք է անկեղծ լինենք, հիմա չեն օգտվում, հա։ Նախագծերը, օրենքները, մի հատ բան ասեմ ձեզ։ Եկեք, ով ասեց իրական չի։ Շատ ձեզ թվում է, որ մի հատ հարց տամ, այս sense էս բոլոր ձեր հարցին ի պատասխան։ Եկեք մի հատ այնց իրականություն պատկերացնենք, որ իրանք 60%-ով իշխանություն են, քաղաքացիական պայմանագիրը ես Նիկոլ Փաշինյանը եւ մնացած 40%-անոց ընդդիմություն ենք ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Մենք իշխանություն չէինք լինի, մենք 6 ամիս հետո իշխանություն իրանց ձեռից կվերցնենք, 6 ամիս հետո։ Ինչա՞։ Չէ։ Անիջան, բարև ձեզ, ես ձեր հարցերին չեմ պատասխանել, որտեվ դուք անձնական դաշտ եք մտել, ես ձեզ չեմ ցույց։ Ես ձեզ ձեր հարցերին չեմ պատասխանել, շնորհակալ եմ։ Այլ հարցեր կան։ Հայկ Սարգսյանը Դրա մասին չեմ խոսալու, արդեն խոսացի։ Շրջակա միջավայրի նախարարություն դիմել։ Արդեն խոսել եմ, դրա մասին կխոսեք, հա։ Արդեն կհարցնեմ։ Առաջիկա դուք 50+1 կստանաք։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը մասնավորապես ամսի 8-ի համաձայնագրից հետո եւ այն քայլերից հետո, որոնք արվում են եւ արվելու են միջև ընտրություններ, եթե առաջ մտածում է 51-ը
հաստատ կլինի, ես հիմա վստահ եմ, որ մենք շատ ավելի շատ ձայն ենք ստանալու, քան 2021 թվականի ընտրություններին, կարող ենք նույնիսկ դրա հետ կապված մարժ գանք։ Փորակալի դեպքերի համար Ձեր հետ, այլ հարցեր կան։ Շնորհակալություն։ Դեպքերի համար պատասխանատու չեք, ամենախոսությունը ձեր մուրճի արդյունքը չի, մուրճ ծոցել, լավ է, մուրճ ծոցելու արդյունքը չի, իմ մոտ նորմալ է, ձեզ մոտ նորմալ է, այլան հոտը չեք առնում, ձեր իշխանությունը այլան հոտը չեք առնում։ Մի հատ, իսկ այստեղ որ դուք ես ամեն ինչ ասեք, ի՞նչն էր խանգարում, որ դահլիճում ասեիք, այս լսումների ժամանակ ուրիշ դեպքերով ամբողջ ժողովուրդը կլսեր։ Սենց տնես լսում են ցանց ժողովրդին չլսում։ Ինչի համար ես հրավիրված չեմ նախ, երկրորդը ես օրակարգը ես չեմ սատարում օրակարգին, ես ինչի պետք է մասնակցեմ մի բանի, հենա վերևից նայեցի հետաքրքիր։ Ձեր դիրքորոշումը հայտնի է, ժողովուրդը լիմանար։ Հայտնի չեք փոխանցելու սա։ Նարից եմ ասում, ես հրավիրված չեմ եւ այն վերնագիրը, որով որ անցնում է այս լսումները, ես չեմ կիսում։ Ինչի ես պետք է գնամ դրան մասնակցեմ։ Չորրորդ հանրապետություն պետք է ստեղծվի։ Ինչա՞։ Չորրորդ հանրապետություն ստեղծելու անհրաժեշտություն դուք եք տեսնում, որ Գիտեք ինչ, վարչապետի հայտարարությունը դա մեր կուսակցության դիրքորոշումն է եւ համաժողովով հաստատված է եւ մենք նախապես դա քննարկել ենք եւ այո, ես համարում եմ, որ մենք նույնիսկ ժամանակը մի քիչ բաց ենք թողել։ Մենք պետք է հեղափոխությունից հետո անեինք։ Նաեւ Անի ջան, չեմ պատասխանել, մի բղավի մաշին։ Այսինքն երրորդ հանրապետությունը Չէ, Անի ուզում ես հարցազրույց, հեսա ես կգնամ, Անի ջան, հեսա ես կգնամ, Անի ջան, դու հրաժարական տալու ես դրա համար։ Անի ջան, լավ էլի խնդրում, մի բղավի էլի խնդրում եմ էլի։ Եկեք այդտեղ ներքև, ես չեմ պատասխանել քո հարցին։ Բայց ինչի՞ չեք պատասխանում։ ներքև գնալ, Ամենաթողությունը ձեր քաղաքականության հետևան Ինչա՞։ Լավ էլի ինչ հազաձևակերպումներ ես տալիս, ես հասկանամ էլի։ Երկրորդ հանրապետությունը լուծարվել է, առաջին հանրապետությունը լուծարվել է, դա արդեն պարզ կը իրավական ինչ-որ գնահատական եք տալիս, որը չեմ կարողանում հասկանամ ինչ մեկնաբանություն։ Որ փոխվի ամեն իշխանություն պետք է նոր հանրապետություն հռչակի։ Իշխանությունը որ փոխվի։ Չեմ լսում։ Լավ էլի փայլակ վերջը սա։ Ես չեմ պատասխանել։ Անի ջան, մի րոպե լսի։ Անի, ուշադիր։ Անի, մի րոպե լսի։ Անի ջան, քեզ էլ պաշտպան, մի րոպե լսի։ Չեմ պատասխանելու։ Չեմ պատասխանելու։ Ձեր հարցին կպատասխանեմ, Անի հարցին չեմ պատասխանում։ Ձեր իշխան ես կամ այդ հարցին պատասխանում։ Մի րոպե, ստոպ։ Մի րոպե սուս մնա։ Ինչի՞ սենց աժոտաժ սկսով։ Եկել է մի րոպե, ասում եմ չեմ պատասխան, իմ իրավունքն է, դու իրավունք ունես։ Այո, խտրական այո, քո նկատմամբ այս այլևս խտրատեն, չեմ ուզում։ Որտեղ բղավում ես, չեմ ուզում, չեմ ապե, Անի, դու քանի անգամից ես հասկանում, չեմ պատասխանել։ Լավ, շնորհակալություն։ Բղավում եք։ Պատասխանեմ ձեր հարցին։ Քանի ստեղա, որ նրան գրողական էթիկան խախտում է, չեմ պատասխանում։ Խորհրդարանի նախագահի էթիկայի մեջ է։ Խորհրդարանի նախագահի էթիկայի մեջ է, դա նորմալ։ Ջան, չգիտեմ, ուզում ես դա քննարկենք։ Դե հիմա Ուզում ես դա քննարկենք։ Անի ջան, դու գոռում ես, չես թողնում ոչ մեկ հարց տա։ Ես չեմ պատասխանելու քո հարց, կարամ ընտրություն ունեմ։ Կարամ։ Հա, չեմ ուզում պատասխանել։ Անի, չեմ ուզում։ Թողա Նարեկը տա այդ հարցը, Կարինեն տա։ Քո հարցերին չեմ պատասխան։ Քո այսօրվա նյութը լինելու է նրա մասին, որ ես քո հարցերին չեմ պատասխանելու։ Այլ նյութ դու չես ունենալու ինձնից այլևս։ Ուղիղ եթերդ լինելու է նրա մասին, որ ես քո նյութերին չեմ պատասխանելու։ Այլ հարցի դու չես տանը։ Մի 80 անգամ էլ հարցրա։ Մի հատ էլ հարցրա։ Վերջացավ։ Այո, հարցրեք։ Պարոն Սիմոնյան, Բայց անին սուս կմնա այդ ընթացքում։ Հաստորեն պետք է Մակարյան, ասած ես։ հանրական հրապարակում անեն տելեգրամում։ Դա քեզ չի վերաբերվում։ Պատասխանի հարց է տալիս։ կպատասխանեմ, պարոն Սիմոնյան, Փարաքարում արյունալի դեպքեր տեղի ունեցան եւ առասարակ ձեր իշխանության օրոք քննադատում են, որ ձեր իշխանությունը ասոցացվում է մահի զոհերի այան հետ։ Սուտ են ասում ուսկում։ Դե ինչ եկել է իշխանության հազարավոր զոհեր Սխալ են ասում։ իրավական Սխալ են ասում։
այն բանը, որ Ժորժ ես չեմ լսում իմ ձենը։ Ես Վահագեն կոմարի դուրս արի։ Հանգիստ եղեք։ Դու ոչ մի բանի չեմ, մի հարցրու։ Նախ եւ առաջ բոլոր երկրներում տեղի ունենում տարբեր իրավական դեպքեր, որոնք որ նաեւ առնչվում է քաղաքական գործիչներում։ ԱՄՆ-ում վերջերս տենց դեպք տեղի ունեցավ բոլոր երկրներում։ Այլ հարց է, արդյոք դա քաղաքական ենթատեքստ ունենում է, թե չի ունենում, արդյոք իշխանությունները դրա հետ որևիցե կապ ունենում են, թե չեն։ Վերջացնեմ։ Այո, անկախ նրանից թե ունենք թե ոչ, այո, դա պատասխանատվության աստիճան է ենթադրում եւ այո, իրավապահները պետք է սրա հետ կապված հետևություններ անեն եւ այն աշխատանքը, որը որ կատարվել է, որ առնվազն կանխվի նման դեպքը, որովհետեւ որքանով որ ես գիտեմ, չեմ ուզում պնդեմ, պարզա, որ դա միջ անձնային հարաբերությունների հետ կապված է եղել, այսինքն դա կապված չի քաղաքական դիրքորոշման հետ։ Ես որքան լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա նաև այսօր մեդիահաբը, եթե չեմ սխալվում, գրել էր, որ ինչ որ չգիտեմ ճիշտ է թե ճիշտ չի, ինչ որ մարդա ձերբակալվել եւ այլ։ Այլ հարց է, երբ որ դուք ինչ որ հարց տակ իշխանության ներկայացուցին դրա հետ կապված է, արյունի հետ կապված եւ այլ։ Ինչա։ Ձեր իշխանության կողմից իրավապահ համակարգին թերանալու մասով լարված։ Լսի, ես արդեն ասացի, որ ես արդեն ասացի, հարգելիս վերջացնեմ էլի խոսքս։ Ապօրինի զենքի շրջանառություն։ Վերջացնեմ էլի, այո, խնդիրներ կան, այո, իրավապահները պետք է հետևություն անեն եւ այո, դա խնդիր է եւ դա այն ինչ որ տեղի է ունեցել կատեգորիկ վատ բան է, բացասական բան է։ Դա մի դուռ է, որը որ բացել եւ նույնիսկ այդ դրանը մոտելը չի կարելի, ոչ մեկ դրա իրավունքը չունի, շատ ցավում եմ, եւս մեկ անգամ ցավակցում եմ զոհվածների հարազատներին եւ համարում եմ, որ մեր իրավապահները պետք է ժամանակ ունեն եւ պետք է առնվազն շատ արագ բացահայտեն ու կրկնում եմ, մի խոսացեք արյան մասին եւ այլ։ Մեր երկրում, ասում եմ, նույնիսկ մարդիկ, ովքեր որ ամենավերջի վիրավորանքները երկրի ղեկավարի, իմ նկատմամբ, մնացածի նկատմամբ ասում են, նույնիսկ ծեծ չեն ուտում։ Այն ինչ մնաց, ինչ որ ինչ դա ազգային դա բոլոր ազգային ժողովներում, լսի, դա բոլոր ազգային ժողովներում քաղաքական process-ների ընթացքում լինում է։ Դու գիտես, որ ազգային ժողովի դահլիճում ես հայց եմ ներկայացրել падգամավորներից մեկի նկատմամբ ազգային ժողովի նիստերի դահլիճում իմ հասցեին հնչեցված վիրավորանքի զրպարտության մասին դատան ինձ մերժել է։ Ինչի բերում է, որտեվ ասում է, որ ազգային այո, ապրես, քաղաքական ամբիոնը ազգային ժողովի ամբիոնից ասված քաղաքական դե հիմա չէ, դե հասկանում եմ, բայց մենք հիմա նույն բանից չենք խոսում, մենք տարբեր բաներից ենք խոսում։ Իհարկե քո ասած դեպքը դա լրիվ ուրիշ բանի մասին է խոսքը։ Խնդրում եմ, մեր իշխանությունը կարելի է շատ բաների մեջ մեղադրել, կեսը ճիշտ, կեսը սխալ, բայց այնուամենայնիվ վերջաս եկել մենք ոչ մարդ ենք ծեծում, ոչ ընտրություն ենք կեղծում, ոչ մարդ ենք սպանում։ Ոստիկանությունը հետևություններ անեն, թե պաշտպանություններ լինեն, որպեսզի չկրկնվի գործը։ Ես դրա իրավունքը չունեմ, դա դրանով պետք է զբաղվի կառավարության ղեկավարը եւ այլ։ Բացառում եք, որ քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ։ Բացառում եք, որ քաղաքական ենթատեքստ պետք է ունենա։ Ուզում հասկանամ, չէ, սենց ասեմ, ամիսներ շարունակ։ Սենց ասեմ, շատ հարգանքով ենք մոտեցել ընտրություններին, շատ հարգանքով ենք մոտեցել Փարաքյալի նախկին ղեկավարին, որպես անձ եւ այլն, որևիցե անախորժություն, որևիցե քննարկում, կամ լավ է սպանությունով, ասենք մենք նման իշխանություն, որը նման վայ աղջիկ ջան սուս մնա, էլի գլուխս գնաց։ Հարգելիս խանգարում ես, հա լավ են անում, հեսա ես կգնամ, կգաս կկան այստեղ, դրանք սա հա լավ են անում, շատ լավ են անում, հարգանքներ ես բոլոր նրանց ովքեր այդ բան վերջացրեցիր, բայց դու հասկանում ես, որ դու խանգարում ես հիմա բոլորին, խանգարում ես, այլ հարցեր կան։ Ինչ հարաբերությունների մեջ է եղել նա եւ ԱՄՆ-ում դեսպանության Չգիտեմ, բայց ինչ կապ ունեն Արեգ Մկրտչյանը։ Ընդհանրապես Արեգ Մկրտչյանը նա շելով դե խնդրում եմ Արեգ Մկրտչյանը, ասենք ժուրդ, եկել եք որտեղ ում եք ման գալիս։ Հարգելիս չգիտեմ, նման, լսեք, նորից եմ ասում, մի քիչ առաջ եմ ասել դրա մասին։ Հազարավոր մարդիկ կան, տարբեր տեղեր։ Փաստը այն է, որ քաղաքական որևիցե դրդապատճառ չկա ու չի կարող լինել։ Փաստը, որովհետև քաղաքական դրդապատճառը պետքա քաղաքական ինչ-որ որոշում, քաղաքական իշխանություն լինի։ Այսինքն դու ո՞նց ես պատկերացնում։ Լավ, դա աբսուրդ է։
Աբսուրդ է դա, կրկնում եմ, ես դրա գնահատականը տվեցի Լուսինե ջան հայերեն լեզվով, ասացի, որ դա միջ անձնային հարցի շուրջ դուք բոլորդ ամենազավեշտալին են, որ բոլորդ ստեղ կանգնած, նաև հեռուստադիտողները լավ գիտեն, որ ամենայն 99% հավանականությամբ, այո, միջ անձնային նախապատմություն ունեցող խնդիր է, հիմա դուք նույն բան, սուս մնա մի հատ։ Երեխեք, լսեք, ես ձեր բոլորի հարցերին պատասխանեցի, Նարեկ ջան, էլ չեմ դիմանում, հասկաս, ես չեմ կարող աշխատեմ աղմուկի շրջանակում, մարդը աղմուկ է անում, ես աղմուկի շրջանակներում, նույնիսկ աղմուկի շրջանակներում չեմ կարող աշխատել, եթե հարցեր կունեմ, էլի կգամ, երբ որ ինքը ստեղ չի լինի, եւ կպատասխանեմ, ինքը այսօրվա իր նյութը ապահովեց, որ ես իր հարցերին չեմ պատասխանում, դու ստեղ չես լինելու միշտ, նույնիսկ ես ստեղ միշտ չեմ լինելու, հարգելի ես։ Լուսինե, տենց վստահ մի ասա։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։